մազերներդ այսպես պահեք, որ բիզբիզ չկա։ Սա եթե ինձ մի հատ կին գտնեմ։ Տարեց։ 天刚凉风很轻，街海空心很明，地不美声。 Այսի միտինգ չէ։ 但我知 Գներ 道一天 առեգլամա։ 会 Գովազդ են անում։ Դուք նկատել եք, որ ինչքան է մեր կյանքը, մեր շրջապատը արագացել։ Չեք նկատել։ Ցելոց։ Իսկ դուք նկատել եք ժողովուրդ։ Ամեն ինչ արագացել է, բացի նրանից, որ ամեն ինչ զարգանում է, ամեն ինչ փոխվում է։ Այն պահը, որ մենք եկել ենք տեղափոխվել ենք Չինաստան, դա պետք է անգամ ավելի ուժեղացներ։ Ինչ եմ ասում, որովհետև Չինաստանում ամեն ինչ շատ ավելի արագ է զարգանում, քան թեկուզ մեր մոտ։ Այս մոտակայքը այս ամեն ինչը տեսնում եք, չէ՞, շուրջս։ Տեսեք։ Մի երկու շաբաթ չեն գալիս, թե երկու շաբաթ անցում է գալիս ենք ընդհանրապես ուրիշ մի տեսարան է։ Ամեն ինչ փոխվում է, տեսքը փոխվում է, նորոգում են։ Մի բան քանդում, նոր բան են կառուցում։ Վերջը ամեն ինչ շուտ է, շատ շուտ է զարգանում։ Տեխնոլոգիաները, ծառայության ոլորտը, ամեն ինչը կյանքի տեմպը այնքան արագ է, որ մեր ուղեղը սկսում է վատ աշխատել, թերանը։ Քանի որ մեր ուղեղը նախատեսված չի, սովոր չի այդ տեմպերին։ Մենք միլիոնավոր տարիներ ապրել ենք, մարդ տեսակ կնկատի ունեմ։ Իր զարգացման են 1 միլիոննա, թե 2 միլիոննա ինչ են ասում գիտնականները։ Այդ ընթացքում ինքը մի տեղում է, ընվե, մեծացե, ապրե, նույն գործով ազբաղվե ու պատկերացրեք միլիոն տարի այդ էվոլյուցիան ու մեկ էլ էս վերջի 100 տարվա մեջ օրական մի բան է հելնում։ Մեր ուղեղը պետք է անտելանա, չէ՞ դա ամեն ինչի։ Հիմա մենք գտնում ենք Չինաստանում այդ ամեն ինչը շատ ավելի վառ է երևում։ Ինչու, որտեղ այստեղ երևի աշխարհում ամենաարագ զարգացող պետություն միջավայր որ վերցնած Չինաստանն է այդ կարծիքով։ Հիմա այսօրվա թեմա դրա մասին չի, այսօրվա թեման նրա մասին է, որ ոնց են չինացիները այս ամեն ինչի դիմանում։ Ձեզ պատմել եմ, թե ոնց են դիմանում, հեսա կտեղափոխվենք մի այլ տեղ ու ձեզ ամեն ինչ ցույց կտամ, տեսականորեն, որ լավ ավելի բարձ լինի։ Հենց իմ ասած թեմայի շուրջը, տեսեք, անցած շաբաթ եկել ենք ստեղ, տվյալ առևտրի կենտրոնը դեռ չկա։ Էլեկտրոտեխնիկայի առևտրի կենտրոնն է բացվել, մեծ, շատ մեծ։ Մենք սա թողնենք առանցին տեսանյութ, բայց հիմա մենք շարունակում ենք մեր տեսանյութը, թեման շուտով կբացահայտեմ։ Տեղ հասանք ժող։ Այգիներ, այսօր ձեզ ցույց կտամ Չինաստանի բազմաթիվ այգիներից մեկը, քաղաքային այգիները նկատի ունեն։ Այստեղ քաղաքային այգի ասելով մենք երևի մի քիչ ուրիշ ձևի կընկալենք, մենք կպատկերացնենք, օրինակ եթե Երևանից եք, պատկերացրեք մոնումենտի այգին, Զեյթունի, բայց մի քիչ տարբերվում է, քանի որ մոնումենտի այգին չափերով շատ ավելի փոքր է, եթե համեմատեմ ստեի յուրաքանչյուր այգու հետ։ Ու բացի նրանից, որ Երևանում եթե տենց վերցնես մի քանի հատ այգի մատների վրա միարան քաշվենք, այստեղ Չինաստանում մեծ լինի, փոքր լինի, բոլոր քաղաքներում անգամ ամեն թաղամասում մի քանի այգի կա։ Հիմա սա մեր քաղաքի, մեր փոքր քաղաքի ամենամեծ այգին է, չէ՞ սա։ Ամենամեծ ասած ոչ թե չափերով մեծ, այլ ամենակենտրոնական, քաղաքի կենտրոնն է, այս ետևի մասում կենտրոնական հրապարակն է, այստեղ կենտրոնական հաշվենք այգին է, որը չափերով համեմատելու չի, քանի որ մեծ սարեր, դորեր, ամեն ինչ կա, բնության տարբեր տեսակի տաճարներ կան, տաճարային կոմպլեքս կա հին, շատ բաներ կա ու ունիկալ բաներ կա, որոնք Չինաստանում միայն այս քաղաքում ու այս այգում կան։ Բայց այդ ամեն ինչը մի կողմ դնենք, ես ինչի համար էի ձեզ պատմում արագության մասին, քանի որ այսօր ուզում եմ ձեզ ցույց տամ, որ չինացիները որտեղ են այդ ամեն ինչը կարողանում մարսել, քանի որ գալիս են այստեղ հանգստանալու համար, ուղեղին հանգստություն տալու համար։ Հանգստանալ բառն էլ է մի քիչ հարաբերական, քանի որ մանավանդ էս վերջերս հանգստանալը իմաստը մի քիչ փոխել է, էլի մենք սկսել ենք սխալ հասկանալ հանգստանալու իմաստը։ Այս այգու մեջ իդեպ գազանանոցն է, քաղաքի մեծ գազանանոցն է գտնվում։ Չինացի են, թե արտասահմանցիներ են։ Արտասահմանցիներ են։ Այսի օրինակ հաստատ չինացի չի։ Hello. Ni hao, nice to meet you too. Anxiety. Էդի ոնց հա, տագնապ, հա?
Դարել է ամենատարածված հիվանդություն է։ Ես ընդհանրապես 10-15 տարի առաջ դրա մասին ընդհանրապես գաղափար չունեի։ STVG, ես ինչի ինչ։ Ինչքան նոր հիվանդություններ կա, չէ՞, ամեն ինչ էս զարգացման հետ է կապված։ Ես ասեմ թող լսեն, որ դրանից ինչ հիվանդություն ասես առաջանում է։ Մեր ժամանակ մենք որ հեռախոս չունենք, միլա տենց հիվանդություններ էլ չէինք ճանաչում։ Մենք աշխատում, հետո դադար ենք տալի կամ ինչ-որ սրճի ընդմիջում ենք վերցնում, մեզ թվում է մենք այդ հեռախոսը բացելով ու այդ կարճ տեսանյութերը նայելով հանգստանում ենք, ժողովուրդ ջան, ձեր ուղեղը այդ ինֆորմացիան ինչ-որ վերլուծություն պետք է անի, չէ՞, այդ տեղեկատվությունը, որ ինքը ստանում է, նամանավանդ այդ կարճ կես րոպե, 1 րոպե իրարից լրիվ տարբերվող ինչ-որ տեղեկատվություն է մտնում ուղեղի մեջ։ Ուղեղը պետք է հասցնի այդ ամեն ինչը վերլուծի, չէ՞։ Դուք պատկերացրեք ուղեղի ծանրաբեռնվածությունը։ Ու դա մենք կոչում ենք հանգստանալ։ Դա հանգստանալ չի, ոնց կարա։ Լավ, այդ ամեն ինչը որպես այսօրվա մեր բուն թեմայի ֆոնը հաշվենք։ Հիմա պատկերացրեք այդ կյանքի այդ խելագար տեմպի մեջ ինչ-որ սենց մի հատ տեղ է պետք, չէ՞, որ գաս, որ քո ուղեղը հանգստանա։ Այսօր ուղղակի շատ վատ օր ընտրեցինք մենք այս թեմայի շուրջ խոսալու, որտեղ այսօր մայիսի 1-ն է, Չինաստանում մեծ տոներից մեկն է։ Երրորդ մեծ տոնն է տարվա։ Էնպես որ այսօր մի քիչ ավելի մարդաշատ է, քան հասարակ օրեր, բայց ամեն դեպքում հասկանալի է այս խախանդությունը, այս բնությունը, այս ծառերը, քամին, ուզում են միլայի հետ նկարվեն։ 找多去，谢谢，谢谢。五一快乐！我也快乐。你叫什么名字？来，你好，你说你好，你好，哎，咱照一个。你能不能说？哎，妈，我给你们照啊。你会不会说英文？不会，有还小呢。你看他长得。你不会英文？不会。你叫什么名字？不好意思。没有名字。不会说。这是什么？那这棍儿啊。我想要看。好意思。可以吗？哇。照。哇，很好。好嘞，好嘞。谢谢。谢谢，拜拜，给飞吻。拜拜。啊，给飞吻。秀米。拿上俄罗斯。不是俄罗斯。拿上。中人。不是亚美尼亚人。都漂亮。啊，谢谢。Ես հույս ունեի կլացի խնդան կենաչ լացի։ Վախենա, թյավ-թյավի նման։ Ուսուցիչ ունեն Միլանորովը, չինարեն է։ Իրա երեխանն է փոքր էլի, մի տարեկան ու կես է երևի։ Ինձ տենում ավոր սկսում է լացել, վախենում է։ Լրիվ այդ ակնապն է։ Հենց ինձ տենում է, հերվից տենում է, սենց մի հատ զգաստանում է, նայում է ուշադիր։ Հանգարց մոտիկ անում եմ, սկսում է արդեն լացել ուժեղ։ Ծիրանի? Չէ, էսի ծիրան չի, կա։ Ծիրանը սենց մեծ չի աճում։ Այս է, իրանց համար հանգստանում են։ Ընդ ինչ-որ Ամերիկայում, Չինաստանի ես մեծ նման արագ զարգացող քաղաքներում այգիները ոչ թե ինչ-որ միայն գեղեցիկ տեղեր են, այլ մի համակարգ է հանգստանալու, մարդու ներաշխարհը հանգստացնելու ինչ-որ համակարգ է։ Ու գալիս են այստեղ ոչ թե այս գեղեցկությունը, բնությունը ուղղակի վայելելու, այլ գալիս են Սա արդեն գիտական բան է մաս։ Ջուրը, բնությունը, այս ամեն ինչը օգնում է ուշադրությունը վերականգնել։ Նիհա։ Հալո։ Կային են նայում էր վրես։ Մի քիչ վախենալու տեսք ուներ, ճիշտ ասած։ Բայց ես խոսում եկան, մեքենայով դիմա, եկե դեմս կայնուս շշմել էր վրես։ Հա, վախենալու էր, ես էլ չհասցրեցի նկարը։ Ներսս գիտես ինչ եղա։ Սենց եղա։ Չեն թողելու այսօր մտքերս ես արտահայտեմ։ Վերջը բնությունը լավ է, ժողովուրդ։ Արա մեր մանումենտը ես հիշում եմ 90-ականներին ինչ բարբարոսաբար տվենք սաղավիրեցինք մանումենտի կեսը։ Այն կեսը, որ հիմա տներ են, հարուստ վիլլաներ են եւ այլն, առանձնատներ են։ Այդ ամեն ինչը բնություն էր։ Ես մանուկ հասակում հիշում եմ, այդ մենք հավաքվում էինք, այդ մենք այդտեղ գոլ էինք խաղում։
բացատեղ էինք գտնում, կամ մտնում անտառի նման մեջը զբոսնում էինք։ Չկա, մնացել է մի փոքր կետ, այն էլ այդ հյուրանոցը, գիտեք որ հյուրանոցն եմ, աննել եմ, Redison-ն է, ինչա։ Հետևը մի հատ լճակի նման տեղ կար է, արհեստական։ Այդ չեմ ասի լավ, այդ կեղտը բանը, հուսով եմ հիմա գոնե մաքրել են, բայց այն ժամանակ ահավոր տեսք ուներ, մի հատ մոտենում էր, գալիս մի անգամից ստեմ մի կանգնեք, ստեմ մի հավաքվեք հյուրանոցի այդ անվտանգության աշխատակիցները։ Մշակութային մի փաստ ձեզ պատմեմ, ժողովուրդ։ Մենք ոնց ենք հասկանում հանգստանալը, մեր մոտ ասոցացվում է մենակության հետ, չէ՞։ Մենք եթե մտածում ենք հանգստանալ, միշտ պատկերացնում ենք ինչ-որ մենություն, մենակություն, բայց այստեղ Չինաստանում այդպես չի, այստեղ կոլեկտիվը, այստեղ միասին են հանգստանում։ Այս այգիները, որ գալիս եք, նոր մոտեցել էինք, երգում էինք, բարում էինք։ Այստեղ անծանոթ, անգամ անծանոթ մարդիկ գալիս, հավաքվում են, միանում են այդ հանգստանալու իրանց process-ը միասնական է, այդպես են հանգստանում, միասին թե պարեն, թե ինչ-որ երգեր երգեն, թե թղթախաղ, թե ինչ-որ շախմատ խաղան։ Այս ճանապարհով որ եթանք, անպայման գալու եմ, չնայած միտեղ հեսա ստեղ կհայտնվի վերևը ուշադիր եղեք։ Մի հատ տեսանյութ ունեմ, շուտ, մի 3 տարի առաջ։ Ստեղ այս մեկը որ տեսնեք, այսա։ Ռոբի, այն երկրորդը ցույց տուր։ Այդի, հա, այ 350 մետր այս ճանապարհով եթե անցնենք, կհասնենք Jade Buddha Temple, Նեֆրիտե Բուդդայի տաճար։ Ունիկալ Բուդդա է, ձեզ ասեմ ինչու, քանի որ ինքը աշխարհում միակն է, ամենամեծ ամբողջական նեֆրիտե քարից քանդակված Բուդդայի արձանն է։ Ինքը մի քանի մետր, 6 մետր բարձրություն ունի։ Ես ունեմ էլի այդ տեսանյութը, որ նոր նշեցի, այդ տեսանյութում կարաք տեսնեք, բայց ես պարտադիր ես մոտ ժամանակները գալու եմ մի անգամ են նկարեմ։ Բացի կոնկրետ Բուդդայի մասին խոսալուց, այնտեղ կարամ շատ տեսանյութեր նկարեմ, որպես ֆոն շատ գեղեցիկ է։ Ահավոր գեղեցիկ տաճարներ են, տեղա հանգիստ, խախանդ, բայց հենց օրով երևի չարժի, այսօր չենք մտնի, որտեվ այսօր մարդը շատ է։ Ինչ հանգիստ է, չէ, այսքան մարդ կա, բայց էլի ինչ խախանդ։ Այդիստե ինչ-որ հատուկ մշակութային ուղղություն է, այդպես երգում են, չէ, ես չեմ ծիծաղում, հա, հիմա մեր համար կարող է ծիծաղել, հիմա գնամ ընդե բան, երգեմ, կարող է մի հատ ռաբիզ երգեմ, իրանք էլ իմ վրա ծիծաղել։ Զբոսնում ենք այգիով, դեռ իհարկե մի տոկոսն էլ չենք զբոսնել, բայց արդեն երևի մի ժամից ավելա զբոսնում ենք։ Հետաքրքիրը գիտեք ինչն է, համայնքների է բաժանված, տարբեր ինչ-որ կետեր են, մի տեղ ամուսնության տեղն է, հաստատ, որ ամուսնացնում են։ Երթաղա։ Հաստատ, արի։ Տարեց մարդիկ են հավաքված, ինչ-որ միտեղ համերգ են տալի, հերթով կանգնում են, հերթագրվում են, ամեն մեկը հերթով իր երգն է երգում, կարաոկե է դրած, այստեղ նայ սենց, այս մոտոներում տարեց մարդիկ են, մոտո չեն էլի իրականում, բանա, wheelchair-ը ոնց հա, հայերեն, հանգար սխալ բան չասեմ, գիտեք ինչ յուրահատուկ տեղ ենք եկեք գթե, սա ժողովուրդ ջան, տոնավաճառ եք, ասեք ինչի, ասեմ մազերներդ այսպես պահեք, որ բիզբիզ չկանի, սա հարսնացուների տոնավաճառն է, հարսնացու և ֆեսացուների, այստեղ տարեց մարդիկ, երբեմն անգամ իրենց երեխաներից գաղտնի, իրենց երեխաների տվյալները, իրենց երեխաների նկարները վերցնում, գալիս են այստեղ ու նկարա 93 թիվ, բոյը 180, ասա հալը ներկայացրա Համ ներկայացրա 170 բոյնա, 70 կիլո 90 թվական մեծ արդեն է բումնա մնաց Ժող գալիս են, տվյալները գրում են Այստեղ սենց հայտարարություն երբեմն իրանք էլ են կանգնում Արի գիտես ինչ ասեն 21 տարեկան համաս Բոյն աննշած, քաշն աննշած, նայ 160G 160G-ն 80 կիլոգրամն է Կես կիլոն է էլի ջին 61 տարեկան, 80 կիլոգրամ քաշով, բան ինչա 55-ից քանի, 65, 1.7 մետրի մարդ է մանգալ իրան։ Ամուսնանալը, բա ժողովուրդ ջան, այդպեսի բաներ էլ կա Չինաստանում։ Հեսա փորձենք մոտենալ իմ համար մի հարսնացու գտնենք։ Թամար արի գիտես ինչ ասենք մենք մուսուլման ենք, երկրորդ կին ենք մանգալ։ Ուզում ենք իմ երկրորդ կինը չինացի։ Չէ, կասեմ, չէ, չի կասեմ։ Դու ինչ կասես։
Նկարենք վիդեոյի համար։ Mən տղուս համար աղջիկ եմ։ Տղեն է, ամուսնացողա։ Ասա ինքը չէ, մեծ տղա ունեմ, դու մեծ ես երևի։ Դու Լավ է։ Գերա։ Ինա դու ինձ ուզում ա ցամոցնի մռմռասնի։ Ինչ ասեցի, հեսա եթե ինձ մի հատ կին գտնեմ։ Դու արդեն համը հանում ես համար։ 6000 յուանը փող է։ Ցույց տամ ձեզ հայտարարությունները։ Ով ուզում է կարա թարգմանի, միած շոթանը թարգմանի։ Ժող դու կարակ պաուզայի տնեք։ Գնա, փոքրիկ 81, ուրա չեմ տենում։ Ուրա։ Հենա։ Օй դու ջղային մախա։ Ժող շատ ցույց չտամ ընդ հեռախոսի համարներ ա գրած, հանգարց YouTube-ը չբարկանա վրաս։ Անձնական տվյալներ են։ Ուղղակի ցույց տամ ինչքան շատ են։ Խեղճ մարդիկ մնացել են։ Դժվար է, բայց որտեվ դժվար է Չինաստանում։ Նիհա։ Ուի քվայլը։ Յամենի, յա։ Այստեղ էս նստած տեղը, որ նստած այրա կողքերն են նայեք, էլի ամբողջ թղթերը հայտարարություններ են։ Բայց դեմք են, չէ, գալիս շատ դեպքերում գիտես, չէ, թամ, իրանց երեխեքը տեղյակ էլ չեն։ Էդ է նորմիլային ասում։ Գալիս բան են անում։ Առանց իրանց իմանալու գալիս այստեղ իրանց հարցերը լուծում են։ Տեսա մեծ մարդկանց, տարիքով մարդկանց ինչ-որ ավանդույթ է, էլի։ Այստեղ մեծ մասը չի լինում, մի մասն էլ երեխաները մեկ-մեկ ընդամենը ծնողներին ուղղակի այնքան որ ծնողների ցանկությունը չկոտրելու համար համաձայնվում են, կարանեթան հանդիպեն, չնայած իրանք էլ ինչ-որ միտեղ մի փոքր երևի հավանություն տալիս են էլ այս ամեն ինչին, որ միջև հիմա գալիս անում են։ Ստե նկարներ կան, սա ֆիլտրած։ Տղեկի են, շատը փաստորեն տղամարդկանց տվյալներն է, կանանց չի, աղջիկների չի։ Էս էլ երևի շունիկներին ա բերել։ Փյավլյա։ Մի հատ է կարոմ, հեն։ Իրանց, նա։ Լավկոն, լավպո։ Նեգը մամա։ Շելը մազերը։西施，那是马尔西施，这是马尔济斯，三个品种啊。漂亮。那是爸爸，那是他的宝宝。Դա այս 3 տարի էր ստեղ ապրում է, այս տեղի մասին լսել էի, շատ գիտեի, բայց չէին գտնում։ Մեծությունն էլ կարակ պատկերացնեք, էլի 3 տարի գանք ստեղ ման գանք։ Բու։ Մևենթի, ասում մի նկարի, գիտեր իրան եմ նկարում։ Աստված բերը գախնի երեխու նկարն է։ Ասում անգար չտեն բռնվենք։ Ես գիտես ինչ եմ անելու, ես մի հատ մեր տղեկից մեկին չինար են խոսացող չինացիներից։ Մեկին ասեմ իրար հետ գանք ստելը տենանք կարանք, նկարենք։ Ինձի կնիկ գտնենք։ Ինչ սա մամային մար։ Ապշասենք։ Ինչա էշ դուրս տալի։ Բա ինչ տարբերություն քեզ էս բանը։ Այսինքն երես է ստալի նայք ոնց են հապրտում։ Ինձ ասում եմ մամային մարդ ճարենք, ես էլ ասում եմ հա ինչ, բա ինչ։ Դե բա ինչ տարբերություն կատակ ես անում, եկել ես քեզի։ Հա բայց ինձ կարելի է, դեզի կարելի է տես կատակներ։ Չի չի։ Ոնց չի կարելի։ Ինձ չի կարելի, քեզ չի կարելի։ Դե լավ, Ֆեմինիստ եք դե։ Հələ ինչ գեղեցկություն արա, խնամ, գիտեք ինչն ա մեկ էլ հետաքրքիր, որ խնամված է, էլի, ուղղակի չեն թողում, ոնց աճեց, հələ նայեք ինչ խնամված, մաքրած, կտրտած, ձևած։ Այսօր տոմս չկարացանք, ես ուզում էի ճամփորդեի, ամսի մեկնա տոմս չկարողացա ճարեմ, դրա համար ենք եկել այս այգի։ Մենք հիմնականում սենց տոնորերին այդում ճամփորդում ենք։ Faces blur, but I still feel the pressure. Everybody shining like forever. But I don't know any better. Zelenski. Notifications calling my name, but nobody's really in my lane. Got 100 people in my phone, still feel like I'm here alone. I laugh and post, I fake the vibe, I like real, but I can't hide everything. Shot. Tell me why it's never enough.
Why I chase what I don't even love. Running fast, but I'm standing still. Trying to feel something I can't feel. I don't wanna be just another shadow, lost in the glow of a screen that's hollow. If I disappear, would they even follow? Or just scroll past tomorrow? I don't wanna live like I'm invisible, smiling wide, but it's fictional. If I break, would it be visible or just digital? Just digital. Are we living or are we minimal? Late night thoughts hit different now. No filter here, I'm breaking down. All this noise but no real sound. I'm screaming but I don't make a sound. They say be you, but who is that? Someone real or just an act? Mirror shows a stranger's face, running in the same old race. Tell me why I'm scared to slow down, like I'll lose what I never found. Running circles in my mind, looking for us undefined. I don't wanna be just another shadow, lost in the glow of the screen that's hollow. If I disappear, would they even follow? Or just scroll past tomorrow? I don't wanna live like I'm invisible, smiling wide, but it's fictional. If I break, would it be visible or just digital? If I turn it off, will I feel alive? Որ ուզում եք նայեք, անպայման մեկնաբանեք, ձեր լայքերը մի մոռացեք դնել, ալիքին օգնած կլինեք Ժողովուրդ ջան։ Եթե գրանցված չեք, անպայման հետևեք ալիքին, կտեսնվենք, ձեզ լավ օր, մեզ էլ բարի ճանապարհ։